Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ի եթերում է, հասկանում եք, որ այս օրերին այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ մենք ստիպված ենք տաղավար կանչել, ինչպես ասում են, մեր ծանր հրետանուն, մի այնպիսի անձնավորության, ով միշտ շատ դիպուկ, այսպես ճշգրիտ գնահատականներ է տալիս ներկա դեմքերին, ներկա իշխանություններին, ընդդիմադիրներին, բոլորին եւ միշտ ազնվորեն ներկայացնում այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում մեր կյանքում։ Խոսքս իհարկե մեր ճանաչված քաղաքական պետական գործիչ Պարոն Հայրիկյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան։ Բարև ձեզ։ Տեսեք, ինչ է կատարվում։ Նորից անդրադառնալու են Գյումրու քաղաքապետի հետ կապված այս ոդիսակարին։ Ընդամենը օրեր առաջ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ինքը պետք է դուրս շպրտի մեր առօրյա կյանքից բոլոր տեսակի մարդկանց, ովքեր կարող են վտանգ ներկայացնել ՔՊ-ին։ Այսինքն նա ասաց, որ հանրային կյանքից եւ քաղաքական կյանքից նման մարդիկ պիտի դուրս շպրտեն։ Եվ հրանքը ամենաշապես կատարվում է մեր փառապանց ուժային կառույցների կողմից։ Գյումրիում այնինչ տեղի ունեցավ, ինչպես կարելի է անվանել։ Ընդհանրապես, եթե որևէ մեկ իրեն թույլ է տալիս քաղաքական դաշտից որևէ մեկի դուրս անելու մասին, անգամ եթե դա ակնհայտ իր կարծիքով ակնհայտ իրավախախտ է, ապա ինքը նշանակում է արդեն իրենով փոխարինում է դատարանը։ Մենք գիտենք, որ քաղաքական դաշտից, քաղաքական ուժերին կարող է դուրս հայտարարել միայն դատարանը, սահմանադրական դատարանը մասնավոր դեպքերում։ Եվ այս դեպքում սա նախ ինքնիրավչություն է, որը քրեական հանցագործություն է։ Այսինքն ինքը որոշում է ընդունում մեկ այլ կառույցի փոխարեն։ Բացի այդ, դա ուղղակի անհանդուրժողականության դրսևորում է, որը հարիր չէ ժողովրդավարական պետություններին։ Եթե անգամ կա մեզնից ավելի շուտ կան տեղեկություններ իրավախախտումների մասին, անգամ այդ դեպքում որևէ մանավանդ պետական գործիչ, այսինքն իշխանական լծակների տիրապետող, պետք է հասկանա, որ իր գործողությունները չպետք է ուղեկցվեն օրինականության խախտմամբ։ Ես ընդհանուր առմամբ հարցրիկ ինչ գնահատական կտամ, քանի որ արդեն խոսել եմ 3 շատ ուշ ժամի, ես ուղիղ եթեր մտա եւ ասացի, որ սա ներկայացում է։ Ներկայացում ոչ մեղադրանքների, նրբերանգներին տիրապետելու շնորհիվ եմ դա ասում, այլ ընդհանուր գործընթացի վերաբերյալ։ Նման պայմաններում, մանավանդ եթե խմբի մասին է, ուղարկում են ծանոթագիր բոլորին միաժամանակ եւ հստակ պահանջում ներկայանալ այսինչ ժամին։ Իհարկե դա այսինչ ժամին, այսինչ վայր խախտելուց հետո նոր գործողություններ են ձեռնարկում։ Բայց այս դեպքում մենք տեսնում ենք, որ հանկարծակի հսկայական միջոցներ հատկացնելով, այդ բոլոր միջոցները զորախումբ։ Գիտեք, այդպիսի ուժերի կուտակում դրամաբանական էր, ասենք լրտեսական մեծ ցանց բացահայտելու եւ այդպիսի գործողություններ կիրառելու դեպքում միայն։ Ես մտածեցի այդ ուղղությամբ, մտածեցի, թե ինչն է պատճառը, որ այսպեսի ներկայացում է կազմակերպում։ Ընդհանուր առմամբ բոլոր բռնապետները, մանավանդ բռնապետիկները սիրում են ուժ ցույց տալ։ Ուժը ցույց են տալիս ոչ իրենց միջոցով, որովհետև իրենք ոչ բարոյական ուժ ունեն բռնապետիկները, ոչ էլ մանավանդ ֆիզիկական անհատապես։ Եվ նրանք այդ ուժի ցուցադրումով փորձում են վախի մթնոլորտ ապահովել, մանավանդ երբ առջևում ընտրությունների հարց կա։ Իդեպ մի շատ կարևոր բան կա։ Բոլորը խոսեցին 100,000-ից ավելի հայկական անձնագրերի մասին, վրացական իշխանությունների բացահայտած, բայց չգիտես ինչու մեր իշխանությունները գնահատական չտվեցին։ Եթե տվել են եւ ես տեղյակ չեմ, ուրեմն ներողություն եմ խնդրում։
Կարող եք չխնդրել, որտեղ ոչ մի այդպես ռեալ բան հասկանում եք ինչ է։ Հայաստանը կա իր քաղաքացիների շնորհիվ։ Քաղաքացիները կան իրենց անձնագրերի միջոցով։ Դա է, եթե անձնագիր չունես, դու որևէ տեղ չես էլ կարող ընտրության մասնակցել։ Այսինքն հայկական պետության հետ անմիջականորեն կապված մեծ կարող եմ արդեն ասել հանցագործություն է բացահայտված, որտեղ փաստաթղթերի կեղծումը դա հանցագործություն է, եւ այդ պայմաններում Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ասում։ Եվ շատերը ինձ հարցնում են. կարող է այդպիսի մի խմբականակ անցյալ ընտրություններում օգտագործվել։ Ու ես չեմ կարող ոչինչ պատասխանել։ Ասեմ ոչ թե 100, 190,000-ից ավելի։ Սարսափելի է։ Նույնիսկ եթե 10,000 լիներ, սարսափելի էր, որովհետև դա էապես կարող է վճռորոշ դերակատարում ունենալ եւ քանի որ ամենուր իրենց կամակատարներին են նշանակում, կարելի է մտածել, որ այդ կամակատարներին ասում են, այ, այս քանակությունը քո ընտրական տեղամասում պիտի եւ մասնակցել ընտրություններին։ Ներբերանգներին չեմ տիրապետում, չեմ ուզում տիրապետել, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները անմիջականորեն իրենց վերաբերող, այսինքն Հայաստանի քաղաքացիների հայկական պետության համար ամենակարևոր փաստաթղթերի այդպիսի մեծ քանակության վերաբերյալ ոչ միայն ելույթներ չունեցան, իրենք պետք է նաև դիմեին։ Եվ Վրաստանին պետք է դիմեին, հետո ի վերջո բացահայտված մարդիկ ինչ որ կապեր ունեն, որ երկրի քաղաքացին այդ երկրների ղեկավարությանը դիմեին, այսպեսի բան է տեղի ունեցել, այսինքն դա պետք է դառնար լուրջ միջազգային խնդիր։ Բայց լրություն։ Հիմա վերադառնալով Գյումրու դեպքին ասեմ, որ այդպիսի մեծ ներկայացում կազմակերպելը, ասենք եթե գնում էին 5 հոգի եւ նկարահանողներ, այդ 5 հոգին հրավիրում էին նույն քաղաքապետին։ Ինքն էլ գնում էր, ինչ պիտի հարցակվեին մարդիկ, այդ հարցակվողներին նկարում ես, իրենք բոլորը գիտեն, որ քրեական հանցագործություն հանգիստ հայտարարում ես, խնդիր կա բարձրում մենք տանում ենք։ Բայց այսպեսի մեծ ներկայացում կազմակերպելը հետապնդում է նաև մեկ այլ նպատակ, ուրեմն առաջինն ասացի վախեցնել, վախի մթնոլորտ տարածել, եւ երկրորդ նպատակը մարդկանց ուշադրությունը շեղել։ Կարող է լինել նաև երրորդ նպատակ, այսինքն սխալ տեղեկություններ են ստացել կամ ճիշտ տեղեկություններ են ստացել եւ պարտավոր են հետաքննել։ Դա էլ բնականonն է։ Ուրեմն այդպիսի մեծ ներկայացում կազմակերպելը ես անմիջականորեն կապեցի մեր ընդունած շատ վճռական շատ կարևոր մի իրողության հետ։ Ճիշտ է, մենք դա կոչում ենք առերևույթ, այսինքն այնպես չի, որ մենք ասում ենք դա փաստ է կամ վերջնական գնահատական ենք տալիս մեր փաստաթղթում, բայց մենք տեսնում ենք, որ գործ ունենք, կարելի ասել անառարկելի, անմիջականորեն այսօրվա իշխանությունների հետ կապված մեծ ծանր պետական հանցագործության հետ, կոռուպցիոն հանցախմբի ձևավորման հետ։ Եվ երբ մեր այդ փաստաթուղթը ասպարեզ իջեցվեց, պետք էր այնպես անել, որ մարդիկ այդ ուղղությամբ, նաև քաղաքական ուժերը, գործիչները, իրավապահները չխորանային, այսինքն ով մի ավելի կարևոր բան կա, տեսեք ինչ մեծ, հարյուրավոր ոստիկաններ, հարյուրավոր նույնիսկ կարող եմ ասել 1000, որովհետև այդ մեքենաների եւ ավտոբուսների քանակը որ նայում ես, երևում որ կարծես թե 1000 հոգի տեղափոխվել են այնտեղ, ինչ ծանր դեպք է պատահել, կաշառքը հանցագործություն է, բայց դա ամենևին չէր պահանջում մարդկանց բերման ենթարկելու համար այդպիսի մեծ ցուցադրականությամբ նախ չկատարել օրենքով պահանջված գործողությունները եւ միանգամից կատարել այն ինչ այդպիսի գործողություններ ասպարեզ են իջնում միայն այն դեպքում, երբ նախորդ բոլոր քայլերը տապալվել են։ Եթե դու պետք է նույնիսկ նախնական կալանքի որոշում կայացնես, ուղարկում ես, ասում ես, քննվում է քո նկատմամբ գործ կա, պարտավոր ես ներկայանալ, եթե չներկայացավ, քննչական կոմիտեի կամ դատարանի դեպքում կա, այո, օրենքով նախատեսված է, բայց երբ դու միանգամից գնում ես, դա նշանակում է ներկայացում էր։ Եվ այդ ներկայացումը այն բանի համար էր, որ հանրության ուշադրությունը շեղվի Հայաստանի իշխանությունների կողմից հանդես բերված ապօրինի, ակնհայտ ապօրինի
անառարկելի կարող եմ ասել գործողությունների վերաբերյալ փաստաթղթի հրապարակմամբ։ Պարոն Այրիկյան, ես ուզում եմ ձեր վերջին հայտարարություններից մեկին անդրադառնանք։ Տեսեք, դուք հայտարարեցիք, որ կառավարության մի մասը աներևույթ դարձել է կոռուպցիոն, այսպես հանցախումբ։ Ինչով եք դա հիմնավորում։ Այսինքն աներևույթ ասելով դուք երևի նկատի ունեք, որ ոչ երևացող, բայց մենք օգտագործել ենք նաև առերևույթ, որովհետև պահանջում է, օրենքը պահանջում է, որ մենք մինչև դատարանի որոշումը վերջնական գնահատական չտանք որևէ գործողության, բայց նախնական գնահատական տալը մեր պարտականությունն է, դրա համար մենք կոչեցինք կոռուպցիոն հանցախմբի առերևույթ կայացում։ Որն է խնդիրը։ Ընդհանրապես կոռուպցիան վերաբերում է պետական համակարգին։ Մենք ունենք պետություն բարեբախտաբար եւ այդ պետության մեջ իշխանավորների կողմից տեղի ունեցող որոշակի հանցանքների վերաբերյալ քրեական օրենսգրքում գրված է այս հանցագործությունները կոռուպցիոն հանցագործություններ են։ Մենք տեսանք, որ կան գործողություններ, որոնք շատ մոտ են այդ քրեական օրենսգրքով նախատեսված գործողություններին։ Հետևաբար մենք գործ ունենք կոռուպցիոն դրսևորումների մասին պատկերացումների կասկածների հետ։ Բայց երբ ավելի խորացանք, ակնհայտ դարձավ, որ բացահայտորեն, կարող եմ ասել ցինիկաբար, լկտիաբար, խախտվել է սահմանադրական օրենքի պահանջը։ Սահմանադրական օրենքի հստակ պահանջի խախտումը դա հավասարազոր է սահմանադրության խախտմանը։ Հայաստանում 16 թվականից հետո արդեն նոր խմբագրությամբ, հետո փոփոխություններ եղել են, գործում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Իսկ կուսակցությունը ինչ է նշանակում։ Որոշ անգրագետներ ասում են, կուսակցություն, ես կուսակցական չեմ դառնա։ Այսինքն դու պետություն չես ուզում ունենալ։ Պետություն նշանակում է քաղաքական կառույց։ Այլ խոսքով պետականը եւ պետութենականը եւ քաղաքականը դրանք հոմանիշներ են։ Եվ պետություն ունենալու ճանապարհին կուսակցությունների դերն այն է, որ իրենք մինչև վերջնական մակարդակին հասնելը նախնական փուլում ձևավորում են իրենց պատկերացումները ներկայացնում հանրությանը, որպեսզի արդեն բարձր մակարդակի հասնելիս, այսինքն կուսակցականը դա նաև նշանակում է պետութենական, պետական։ Ուրեմն դրա համար այս օրենքը շատ կարևոր նշանակություն ունի, որ մեր պետական կյանքով զբաղվող մարդիկ որոշակի ճանապարհ անցած լինեն։ Պատկերավոր ասած, ազգային ֆուտբոլային հավաքականի մեջ խաղալու համար պիտի նախ ինչ-որ ֆուտբոլային թիմում խաղացած լինես։ Չես կարող լինել լավ հողագործ, մեծ մաթեմատիկոս, բայց գնալ զբաղվել պետական գործունեությամբ։ Դու պետք է նախնական գոնե աշխարհայացք ներկայացրած լինես եւ այլն եւ այլն։ Ուրեմն դրա համար ընդունված այս օրենքը։ Եվ այս օրենքը շատ կարևոր է ինչ տեսակետից։ Այս օրենքում կա մի կետ, որը թերևս միակն է, որը երաշխավորում է օրենքը ժողովրդավարությունը։ Մենք սահմանադրության մեջ ունենք Հայաստանը ժողովրդավարական պետություն է, բայց այս օրենքում է, որ ասված է, որ կուսակցությունները իրավունք ունեն դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման կառույցներին, իսկ տեղական ու պետական ինքնակառավարման կառույցները պարտավոր են քննարկել նրանց դիմումները, հանրագրերը։ Այսինքն շատ հստակ է ասված։ Եվ եթե այդ պահանջը խախտվում է, նշանակում է օրենքը, որ երաշխավորում էր, այլևս չի երաշխավորում, հետևաբար Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Շատ մարդիկ ինձ ասում էին, ինչու ես դու սահմանադրության վերաբերյալ մի անգամ տվեցիր, չքննարկեցին, երկու անգամ տվեցիր, հետո արդեն խմբով տվեցիք, չքննարկեցին, ինչու ես շարունակում էլի հանրագրեր փոխանցել եւ կառավարությանը եւ պատկան կառույցներին, արդարադատության նախարարության կազմում աշխատող սահմանադրական հանձնաժողովին։ Ես մինչև վերջ քարտերը չէի բացում միշտ, բայց ակնարկում եմ, որ դիք սա շատ կարևոր հարց է։ Ես էլ սովոր եմ անհասկացողների համար մի բանը մի քանի անգամ ասել եւ նույնիսկ զանգվածային։ Ես անկախություն բառն ասելու համար, անկախություն հանրաքվեի ճանապարհով ասելու համար 5 անգամ դատվել եմ։ Միայն դատվելն եմ ասում, բայց այդ բառը
հազարավոր անգամներ եմ ասել, հետո թերթ եմ տպագրել անկախություն անունով, որպեսզի բոլորին տեղ հասնի։ Այնպես որ ինձ համար սովորական է նույն բանը մի քանի անգամ ասել, որովհետև պարտավոր ես հարգել դիմացինիդ, ինքը կարող է չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, կամ այլ նկատառումներ ու դու պիտի նրան բացատրես։ Ուրեմն այստեղ այդ տեսանկյունից բացատրելուց բացի ես ուզում եի, որ այդ օրինախախտումը պատահականություն չլինի։ Օրինակ հիմա այսպեսի մեղադրանք է սպասվում նրանց, ովքեր ստացել են իշխանության չարաշահմամբ օրենքի խախտում։ Բայց կա նաև այսպես անփութությամբ օրենքի խախտում։ Եթե լիներ մեկ անգամ, երկու անգամ, ինչպես շատերն են ասում, մեկ-երկու անգամ գրեցիր հերիք չի, շատ հանգիստ կարող են ասել, գիտեք, սխալմունք եղել անփութություն է։ Մենք այդ սխալը հիմա ուղղում ենք։ Բայց երբ եղել է 7 անգամ, եւ ընդհանուր առմամբ 16, չգիտեմ, այնտեղ մի կուսակցություն կա, որի ղեկավար կազմն ասում է այո, բայց մի հոգի այնտեղից ասում է ոչ, բայց կարծում եմ, որ մեծ մասը ավելի ներկայացուցչական իրավունք ունի։ 17 քաղաքական ուժեր, գրանցված քաղաքական ուժեր։ Մի դեպքում էլ կա, որ 7 քաղաքական ուժեր Անդրեաս Ղուկասյանին լիազորագիր են տվել, որ հա ներկայացրու այս նախագիծը։ Հիմա տեսեք, երկար խոսեցի, բայց շատ կարևոր հարց է։ Այդ խնդրի մասին խոսում էինք մենք որպես շահագրգիռ գործի կարևորությունը հասկացող քաղաքական ուժեր։ Հիմա երբ ձևավորվեց այս կլոր սեղանը, որը բարեբախտաբար դրական զարգացումներ է ապրում, արդեն բազմաթիվ հայտարարություններ են, բազմաթիվ ասելով առայժմ 5 հայտարարություններ են ընդունված, մեկը մյուսից կարևոր կարող եմ ասել։ Մենք որոշեցինք խտացված, նախնական փուլում բավական երկար փաստաթուղթ էր, որոշեցինք խտացված հիմնականի վրա անդրադառնալ։ Ինչ է կատարվել։ Հայաստանի իշխանությունները խախտելով կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է քաղաքական ուժերից անհատական կամ խմբակային ստացված հանրագրերը քննարկել, իրենք չեն արել դա։ Ստացել են եւ պարտակել։ Դա նշանակում է իրենք խախտել են իշխանության չարաշահման ճանապարհով, խախտել են ժողովրդավարությունը։ Հիմա ինչ հետևանքներ է դա ունեցել։ Այդ փաստաթուղթը վերաբերում է որևէ ազգի համար ամենակարևոր խնդրի, այդ ներկայացված հանրագրերը։ Իրենք 2 տարի տունտունի խաղալուց հետո, իշխանության գալուց հետո, չնայած ժողովրդին խոստացել էին մերժիր Սերժին, դա նշանակում էր մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը, որով ինքը իր իշխանությունը երկարաձգում էր, որովհետև Սերժ Սարգսյանը, ինչպես տեսնում ենք, մերժված չի, ապրում է, աշխատում է, ուրախ եմ դրա համար, բայց դրանով ասպարեզ իջած քաղաքական ուժը պիտի զբաղվեր սահմանադրությամբ, չէր զբաղվում, մեր ճնշումների տակ, նրանք ի վերջո որոշեցին գործը սկսել եւ 20 թվականի փետրվարի 12-ին 2020 թվականի փետրվարի 12-ին Նիկոլ Փաշինյանը կներեք, որ անունը տալիս եմ, մեր ազգային խայտառակությունն ու պղծությունը, ես իրավունք ունեմ այդպես կոչելու, հենց այսպեսի դրսևորումների համար մանավանդ։ Իրեն թույլ տվեց ի վերջո կատարել իր խոստումը, բայց եւ խախտել։ Հետո մեկ այլ այդպեսի փաստաթուղթ ընդունվել է ապրիլ ամսին, այսին բարեփոխելու տեսակետից, նրանք պետք է 20 թվականի ամենաուշ նախ սեպտեմբերին, հետո տեղափոխեցին տարեվերջին տային մեզ իրենց աշխատանքների արդյունքը չեն տվել։ Հետո 22 թվականի հունվարի 27-ին են եւս մեկ փաստաթուղթ ընդունել նորմատիվ իրավական ակտ, դա էլ չեն կատարել, փոխել են։ Հետո գալիս է 24 թվականը, 24 թվականին կարծեմ մարտի 12-ն է, չեմ ուզում բանալ, 24 թվականի սկզբին վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հանդես է բերել ինքնիրավչություն, դա քրեական հանցագործություն է։ Ուրեմն նախորդ ասածներս մնում են ուժի մեջ, իշխանության չարաշահում։ Այստեղ նաև ինքնիրավչություն։ Ինքնիրավչությունը հետևյալ խնդրին է վերաբերում, ամեն հայ մարդ պիտի հասկանա։ Կառավարությունը ստեղծում էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որպես մասնագիտական հանձնաժողով, որպեսզի մասնագետների կարծիք լսեր, թե ինչ է պետք անել։ Մասնագետները իրենց կարծիքը կամ չտվեցին, կամ չկարողացան տալ, հետո հանկարծ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը հայտարարեց. Գիտեք, ես ինչ որ հայեցակարգ եմ ստացել, ստում է, այդ հայեցակարգը պետք է հրապարակվեր,
որովհետև նորմատիվ իրավական ակտում ասված է աշխատում ենք հրապարակայնորեն։ Բայց ես որոշեցի ինքնուրույն մասնագիտական կառույց կա, մասնագիտական կառույցի չի ասել իրեն, գոնե նրանց համոզեր, որ մի այդպիսի կարծիք գրեք, որ ճիշտ կլինի նոր սահմանադրություններ, այնքան ինքնավստահ ու հանցավոր տրամադրությունների տեր մեծամիտ ոչինչություն է, որ ստեղծում է հանձնաժողով իրեն ենթակա ինչ ասել դա էլ կանեին։ Ու չի ասում մեր հանձնաժողովը որոշեց, որ մենք պետք է նոր սահմանադրություն։ Ես որոշեցի։ Դա եւս մի քրեական հանցագործություն։ Կներեք, որ այս հարցը ծավալուն է, ես պիտի պատասխանեմ։ Հաջորդը գալիս է հետևյալը. եթե դու սկսել ես մի գործ ու չես անում, քեզ նախին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը 98-ից 99 թվականներին իր հետ 16 քաղաքական ուժեր ներկայացնում են նախագիծ։ Կարող ես քննարկել, ասել լավը չի, չընդունել, բայց դու ինչու չես քննարկում։ Չի քննարկում երկու պատճառով դա ասեմ, որովհետև մասնագետները որ ծանոթ են ասում են, սրա դեմ խոսել հնարավոր չի, անառարկելի է, աշխարհի ամենալավն է եւ քաղաքակրթության մեջ մի նոր աստիճանի բարձրացում։ Թե ինչու է դրա մասին խոսել ենք, չխորանամ։ Ուրեմն այստեղ մերժում է, բայց հիմա մերժեց։ Իշխանության չարաշահումը ունի բաժանաժամկետի տարբեր չափեր։ Մի դեպքում ասում են դուգանք, օրինակի համար կամ 1 տարի կալանք, մյուս դեպքում ասում են, որ սա ծանր հետևանքներ է ունեցել։ Հիմա տեսնենք ինչ հետևանքներ է ունեցել այդ կեցվածքը։ Այս ամենը մենք վերլուծել ենք կլոր սեղանում։ Պարզվում է, որ միայն որպես մաքուր աշխատավարձ տրվել է 200 միլիոն դրամ չկատարած աշխատանքի համար։ Օրենքում կա կոռուպցիոն հանցագործություն, ապօրինի վարձատրություն։ Այդ վարձատրությունը հատկացնողը եւ վարձատրությունը ստացողը ապօրինին երկուսն էլ նույնպես կոռուպցիոն հանցագործներ են։ Արդարադատության նախարարները խաբելով ժողովրդին, բայց կատարելով իրենց շեֆի հրամանը, ասում են ամեն ինչ լավ է, ամեն ինչ ճիշտ է ընթանում, մենք ժամանակի մեջ տեղավորվում ենք։ Ուրեմն ինքը ճնշում է գործադրել ենթակաների վրա, դա նույնպես հանցագործություն է։ Այսինքն հանցագործությունների, կոռուպցիոն հանցագործությունների փունջ է։ Եվ մենք պարտավոր ենք դրան ընթացք տալու համար դիմել։ Ես դրանից ելնելով դիմեցի դատախազին, գլխավոր դատախազը նյութեր ուղարկեց կոռուպցիոն, հակակոռուպցիոն չներողություն։ Գլխավոր դատախազը ուղարկեց քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից ոչ մի պատասխան։ Երբ դատախազը նյութեր է ուղարկում որևէ կառույց, նա պետք է հետևի թե ինչ ընթացք ստացավ։ Այսինքն պարզ դարձավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դարձել է կոռուպցիոն հանցախմբի հովանավոր ու աջակից։ Մենք ուղարկեցինք նաև հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանեց, որ փաստեր չի տեսնում։ Մինչդեռ ինչ պիտի անել հակակոռուպցիոն կոմիտեն։ Ստանում է փաստաթուղթ, որ մենք տվել ենք գնել քաղաքական ուժերով, տվել ենք հանրագիր, որը չի քննարկվել։ Իրենք պիտի դիմեին կառավարությանը, արդարադատության նախարարությանը, ինչ հանրագիր եք ստացել Հայրիկյանից, Անդրեաս Ղուկասյանից կամ կուսակցությունների խմբից։ Ստանային պատասխան, հետո հարցնեին իսկ ինչու չեք քննարկել, այնտեղ էլ պիտի հարմարացնեն, քննարկել ենք, մոռացել ենք իրենց տեղեկացնել։ Բայց երևի ազնվություն կա, խաբել չեն կարող։ Դրա համար այնտեղից պատասխան է գալիս, որ փաստեր չկան։ Եվ այդ ամենը կլոր սեղանի մասնակիցներին, որի կազմում արդեն 10 քաղաքական ուժ կա եւ հայտնի անհատներ, մոտավորապես 40 հոգի, հրապարակվել է այդ փաստաթուղթը, ընդունեցին որոշում, որ մենք գործ ունենք կոռուպցիոն հանցախմբի ձևավորման առերևույթ իրողության հետ։ Սա նշանակում է, որ իրավապահ կառույցները պետք է դրան հատուկ ուշադրություն դարձնեն։ Սա է նախապատմությունը։ Իդեպ ասեմ, որ երբ մենք խոսում էինք Գյումրու քաղաքապետի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, համեմատության մեջ եթե դնենք այս հանցագործության, կասկածվող հանցագործության հետ անհամատեղելի է, բայց ինչ արվեց այնտեղ եւ ինչ են անում իրավապահները կաշառքի այս գործով։ Չեմ ասում, որ եթե կաշառքի գործ կա, չպետք է քննվի, բայց համեմատությունը մեկը պետական ամենաբարձր մակարդակում կոռուպցիոն հանցախումբ է ձևավորվել, մյուսը տեղական ինքնակառավարման մարմնում կասկածներ կան։ Ինչևէ, երկու դեպքում էլ կասկածներ են, բայց վերաբերմունքների տարբերությունը մեզ տրամադրեց աշխատել եւ կարծում եմ, որ այդ աշխատանքը դեռ պիտի զարգացումներ ունենա։ Լավ, ինչ որ դուք ասացիք, անգամ իտալական մաֆիայի կարկառուն դեմքերը կնախանձեին իրավիճակին։ Իսկ ի՞նչն է իմաստը, որ կլոր սեղանի կողմից ձեր նշված փաստերը
որոշվեց փոխանցել Հայաստանում գործող դեսպանատներին։ Այո, երեք նրանք փոխանցվել են արևմտյան մի շարք երկրների դեսպանատներին, հատկապես այն երկրներին, որոնք Հայաստանի հետ աշխատում են կոռուպցիայի դեմ, գիտեք, կոռուպցիան միջազգային վտանգ ներկայացնող երևույթ է։ Կոռուպցիայի դեմ պայքարում եւ նույնիսկ հսկայական միջոցներ են հատկացնում Հայաստանին։ Քանի որ մենք միջազգային ընտանիքի անդամ ենք եւ պիտի գոյատևենք ապագայում շնորհիվ մեր այն բանի, որ պիտի ունենանք դաշնակիցներ, որովհետև այսօր էլ ինչ-որ բաներ ունենք դաշնակից կոչված, բայց չեմ ուզում խորանամ այս դեպքում, այդ դաշնակիցները ամեն դեպքում դերակատարություն ունեն։ Նույնիսկ հզոր, գերհզոր պետություններն ուզում են ունենալ դաշնակիցներ։ Մենք Եվրոպական խորհրդի անդամ ենք եւ այդ կարգավիճակում մեր ստանձնած պարտավորությունները այլ պետությունների հետ քննարկում ենք։ ԵՀԿ-ի անդամ ենք, այդտեղ նույնպես վեհաժողովներ են լինում, այնպես որ որքան էլ որ մենք խոսենք մեր մասին, իբր թե մեր կեղտը դուրս չանելու մասին, մենք պարտավորվել ենք մարդու արժեքը ընդունելով մասնակցել որոշակի կառույցների։ Էլ չեմ խոսում, որ այս կապիկություն արվեց, թե իբր Հայաստանը ձգտում է Եվրոպական միության անդամ դառնալ, ոչ հայտ է ներկայացված, որևէ գործողություն արվում, իսկ քաղաքակիրթ աշխարհի համագործակցությունների հիմքում ընկած է ոչ թե շահը, այլ մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը։ Եվ քանի որ քաղաքակիրթ աշխարհի երկրներում, նաև ոչ քաղաքակիրթ աշխարհի բոլոր երկրներում կոռուպցիայի մասին խոսում են որպես պետությանը սպառնացող ծանրագույն վտանգ, ես օրինակ կմտածեի, որ դա ոչ միայն արևմտյան երկրներին տրվեր, բայց քանի որ, ասենք նաև մյուս բոլոր երկրներին, ուղղակի խնդիրն այն է, որ դա կլիներ արհեստական ծանրաբեռնում մյուս պետությունների, իսկ նրանք, ովքեր որ Հայաստանին հսկայական դրամաշնորհներ են հատկացնում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, պիտի մենք պարտավոր ենք իրենց տեղեկացնել, որ դուք ինքներդ աջակցում եք ֆինանսապես, աջակցում եք արդեն որպես կոռուպցիոն հանցախումբ գործող։ Գիտեք, այնպեսի դեպք չի, որ ասեն, պիտի ապացուցվի դատարան, այն մարդ դիմում է տրված, օրենքում էլ գրված է, պիտի այս դիմումը քննարկես։ Ինչի՞ չես քննարկել։ Այստեղ վերլուծելու դատաքննություն անցկացնելու հարց չկա։ Այսպեսով հակակոռուպցիոն կոմիտեն եւ դատախազ Աննա Վարդապետյանը արդեն ազդարարել են, որ կոռուպցիոն գործողությունները իրենց համար բարձր արժեք են եւ իրենք հավատարմորեն կպայքարեն դրա հովանավորման համար։ Եթե սխալ եմ, խնդրեմ թող իրենց գործողություններով ապացուցեն։ Վերջնական գնահատական մենք գիտեք իրավագիտորեն չենք տալիս, որովհետեւ վերջնական գնահատական երևույթներին պիտի դա դատարանը։ Եվ մեր ընկերներից շատերն ասում են, ինչ ես կարծում։ Այն բանից հետո, երբ վարչապետ կոչվածը հայտարարում է, այդ որ դատավորը պիտի համարձակվի իմ ասածը չանել, դատարանը կարող է։ Մենք այլընտրանք չունենք, դատարանը պիտի տա, բայց մեր գնահատականը տալու ոչ միայն իրավունք ունենք, այլ պարտավորություն ունենք, որովհետև որպես քաղաքական ուժեր նաև եւ որպես քաղաքացի մեզ համար շատ կարեւոր է մեր պետության բարոյաքաղաքական իրավական վիճակը։ Պարոն Հայրիկյան, հույս ունեմ, որ մեր հաջորդ հարցից եւ մյուս հարցերից հետո իշխանությունները ձեր հետևից ոստիկանական զորախումբ չեն ուղարկի, այլ եթե կանչելու են լինեն։ Ասում են, ուր էին ձերպեսի բախտ։ Ես գիտեք, բանտերում նստել եմ, բանտերում եւ աքսորում միասին նստել եմ մոտավորապես 18 տարի։ Ես սիրում եմ 21 թիվը, մտածում եմ այդ 3 տարին ինչպես պիտի հաջողացնեմ, որ այդ 3 տարին էլ ավելացնեմ եւ դառնա 21։ Այո, շատ հետաքրքիր է։ Լավ, ինչ հետաքրքիր զարգացումներ է սպասում կլորսեղանյան ապագայում։ Այդ մասին ինչ կարող եք ասել։ Մենք վաղը աշխատանքային մեծ հանդիպում ունենք։ Ես հաճույքով տրամադրում եմ նաև իմ առանձնատունը։ Հետաքրքրական է, որ մասնակիցները արդեն այդ առանձնատունը եւ իր տարածքը կոչում են ժողովրդավարության եւ անկախության թանգարան ինստիտուտ։ Եվ բաստիոն։ Չէ։ Միջնաբերդը չի, բայց այսպես սկզբից ասում էին թանգարան, հիմա նաև ինստիտուտ։ Ես վերջին անգամ որ նշեցի, ասացի, որ չկայացած ժողովրդավարության եւ անկախության թանգարան, ես կարծում եմ, որ մեր անկախության համար պայքարած մարդկանց ներդրումներն այնքան նշանակալից են եղել նաև միջազգային առումով։ Հետո այն փաստը, որ ես եղել եմ սովետական միության ամբողջ տարածքի ժողովրդավարական շարժումների ճանաչվել եմ այդպեսին հիմնադիրն ու առաջնորդը, ընդրված նախագահը եւ
տասնյակ հատորներով գրականություն ունեմ, նամակագրություն եմ, փաստաթղթեր եւ Պրագայի կոնֆերանս, Վացլավ Հավել, վերջը շատ մեծ է դրա, Բուրբուլիս, Ելցինի, շատ մեծ ընդգրկում ուներ։ Այդ բոլոր նյութերը պետք է մի լավ տեղ կանոնավոր պահվեն ու ներկայացվեն։ Հիմա արդեն ինձ մոտ մեծ քանակությամբ արտասահմանցիներ են գալիս, հենց մի նպատակով ուզում ենք տեսնել այն մարդուն, որը կարողացել է բռնապետության տարիներին միավորել տարբեր ազգերի դեմոկրատներին։ Ինչևէ, այդտեղ պիտի լինի հանդիպումը։ Այդ հանդիպման ժամանակ արդեն մի քանի սկզբունքային գնահատականներ ենք տալիս, լուրջ նրբերանգ կա։ Երբ մենք շատ հարցերի մասին ենք խոսում, հակասությունները շատանում են, բայց երբ խոսում ենք քիչ հարցերի, սակայն ամենակարևոր հարցերի մասին, օրինակ քաղաքացուն երկրի տերը դարձնելու, իշխանությունների իրավախախտ հակումներ ունեցող իշխանությունների գործողությունները սահմանափակելու համակարգ ստեղծելու մասին։ Այդ դեպքում բավական մեծ է ընդհանրությունը։ Խոսքը վերաբերում է նրան, որ մենք երբ խոսում ենք վատ գործիչների մասին, պիտի հասկանանք, որ վատ գործիչները լավ համակարգում չեն կարող իրենց դրսևորել։ Նրանք կարտամղվեն։ Հետևաբար արդեն եկել ենք հայտարարի, որ շատ կարևոր է համակարգային փոփոխություններ կատարելը։ Գիտեք, հիմա քանի որ ինչ որ չափով նախընտրական շրջան է, բոլորը տրամադրված են խոսել իշխանափոխություն պիտի անենք, մենք իշխանությունը կփոխենք, հետո ես կանենք, հենք անենք, ստում եք։ Այս սահմանադրությամբ դուք չեք կարող ոչ մի լավ բան անել։ Շատ արագ ինքները դառնալու եք Նիկոլ Փաշինյան, իր բոլոր բացասական ամենալավ մարդն անգամ։ Եվ դրանից ելնելով մի հին ասույթ, որ ես շատ էի օգտագործում։ Գիտեք, երեխա ժամանակ ով որ գնացել է ինչ-որ դաշտում ֆուտբոլ խաղալու, ֆուտբոլը խաղալուց առաջ մենք ինչ էինք անում։ Այն քարերը հեռացնում էինք, դաշտ էինք պատրաստում, որ հետո ֆուտբոլ խաղանք։ Հիմա մենք այդ երեխաների մակարդակը դեռ չունենք, մեր քաղաքական գործիչների մեծ մասը չեն հասկանում, որ քաղաքական դաշտ Հայաստանում չկա։ Եթե ունենք սահմանադրություն, որը պարտադրում է բացի 5%-անոց արգելանքը, պարտադրում է նաև կայուն մեծամասնություն, որոնց մենք խաղադաշտ չունենք, քաղաքական դաշտի բացակայության պայմաններում այլ փոքրիկներ, սիրելի փոքրիկներ, այդ ինչ քաղաքական պայքարով եք զբաղվելու։ Դրա համար պետք է բոլորս շատ արագ համախմբվենք, իսկ դա չի պահանջում անպայման իշխանություն ունենալ, համախմբենք համակարգային փոփոխության գաղափարի շուրջը։ Ես տեսա, գիտեք, այսպես է, մենք նախապես օրակարգային խնդիրները ստանում ենք, թե ով ինչ առաջարկներ ունի, եւ ես այնտեղ տեսա, որ հատուկ նշված էր հատկապես նա, որ քանի որ մեր վերջին նիստը եղել է դրա մասին, այդ համակարգային, այնտեղ նշված էր, որ պետք է սահմանադրության վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ։ Ու բարեբախտաբար, քանի որ ես վաղուց պատրաստել եմ եւ արդեն 16-17 քաղաքական ուժեր ընդունել են բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը, մեր գործը շատ հեշտանում է։ Ուրեմն ինչ զարգացումներ կարող են լինել, եթե համաձայնեն ինձ հետ եւ կարողանան վեր կանգնել սրա կամ նրա հետ չենք աշխատի տարբերակին, այսինքն աշխատենք -1 տարբերակով եւ այդ -1-ը լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ այս համակարգը գումարած Նիկոլ Փաշինյան իրար հետ, ապա մենք կարող ենք շատ արագ ողջ հայությունը, տեսեք ինչպես է կոչվում գլոր սեղանը, ազգային համագործակցության։ Եթե ազգային համագործակցության մեջ է բոլոր հայերը պետք է մասնակցեն։ Եվ անգամ են որ ասում են, օրինակ ես գիտեք, չէ, անմիջական հակասություններ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք ես աշխատել եմ եւ մարդու իրավունքների հանձնաժողովում եւ սահմանադրական բարեփոխումների, հետո դուրս եմ եկել ինչ որ բաներից համաձայն չլինելով։ Բայց գոնե գիտեմ, որ իմ ներդրումն արել եմ այդ ոլորտում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ լուրջ խնդիրներ ենք ունեցել եւ շատ մարդիկ զարմացան, որ ես ասեցի, այո, եթե գան նրանց հետ պիտի աշխատենք, բայց պիտի սկզբից հստակ գրենք, միասին աշխատում ենք այս նպատակով։ Հետո ով ինչով ուզում է թող մեկ ուզում է վարչապետ դառնալ, մյուսը նախագահ, մյուսը իրենց իրավունքն է, բայց այս փուլում մեր կլոր սեղանը կարող է դադարել լինել կլոր սեղան, կարող է դառնալ արդեն ազգային համագործակցության կառույց, ազգային համագործակցություն, եւ այդտեղ մենք միասին կարող ենք շատ կարճ ժամանակում այնպեսի որակ արդեն կա, չեմ կասկածում, այնպեսի քանակի հասնել, որ կդառնանք որոշիչ ուժը։ Մենք պիտի մեր ժողովրդին ոչ միայն հույս ու հավատ ներշնչենք, այլ մեր գործնականությամբ նրանց պետք է տրամադրենք մեր քաղաքացիներին հասկանալ, որ իրենք դերակատարություն ունեն։ Եվ կարծում եմ, եթե այս պատկերացումների կողմնակիցները -1
Այսինքն բոլորը հանած մեկին։ Այդ հանած մեկը նա է, ով կոռուպցիոն հանցախումբ է ստեղծել, օգտվելով համակարգային սխալ փաստաթղթից։ Հավաքվում ենք եւ միասին շատ արագ մենք մեր ժողովրդին կարողանանք այս ծանր ճգնաժամային իրավիճակից հանել։ Նշեմ եւս մի բան, շատ կարեւոր է, որ այսօրվա իշխանությունները կանգնեն դատարանի առաջ, որովհետեւ եթե նրանք դատարանի առաջ չեն կանգնում, նրանց կատարած բոլոր խախտումները մնում են ուժի մեջ։ Իսկ եթե կանգնեն դատարանի առաջ ու թեկուզ անմեղսունակ ճանաչվեն, դա չի բացառվում։ Այդ դեպքում ասում ենք, այն ինչ որ դուք կնքել եք կամ նախագահ Թրամփ, այն ինչ որ դու խոսել ես Նիկոլ Փաշինյանի, ներողամիտ եղիր, այդ մարդը հիվանդ մարդ է եղել։ Եթե հանցագործը հիմա բանտում է, այլ բան, ավելի հզոր է, բայց հիվանդ մարդ է եղել, այնպես որ մենք քաղաքակիրթ կանոններով առանց խտրականության գլխավոր խնդիրը մեր պետական քաղաքականության պիտի լինի հետևյալը։ Համաձայն ենք բանակցել ամեն ինչի մասին, բացառելով խտրական վերաբերմունքը հայերի եւ Հայաստանի նկատմամբ։ Որովհետեւ եթե օրինակ դուք ճանապարհ եք ուզում, սիրով քննարկենք, բայց եթե դուք ուզում եք ճանապարհ ունենալ Հայաստանով, բայց չտալ ճանապարհ Թուրքիայով ու Ադրբեջանով, սսկվեք տեղներից վեր ընկեք։ Դու Թուրքիա սահմանները փակել ես Հայաստանի հետ, դու ինչ իրավունքով ես խոսում Հայաստանի սահմանները բացելու եւ արտոնյալ ճանապարհ ունենալու մասին։ Եվ բավական վճռական պետք է լինել այդ հարցերում։ Եղա պարոն Հայրիկյան, շատ ուրախ էի հանդիպման համար, հուսով եմ, որ ձեզ այն անձնավորությանը, ով կարողացավ խորհրդային բռնապետության տարիներին համախմբել առաջադեմ ուժերին, այս անգամ էլ կհաջողվի այդ նույն ուժերին, բոլոր առաջադեմ այդ կառույցներին մի տեղ համախմբել եւ իրագործել այն ծրագիրը, որը դուք նախանշեցիք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, քաղաքական պետական գործիչ Պարույր Հայրիկյանն էր իր հետաքրքիր այսպես մտքերի կիսումով հետ եւ իհարկե այն ինչի մասին խոսեց նա, այսօր իսկապես շատ կարեւոր է։ Հուսանք, որ այնուամենայնիվ մեզ կհաջողվի այս ճղճիմ, այս խղճուկ, ստի կեղծիքի այս փուլից դուրս գալ եւ ունենալ այն երկիրը, որի մասին բազմիցս հիշեցրել է Պարույր Հայրիկյանը։ Այսօր այդքանը, ցտեսություն։